Եկեղեցու քահանան ուզում ամոթի ծես կատարի, ոչնդոտում են, դուք էլ եկեք անելիք։ Առաջին անգամ է, որ ամոթի ծես են։ Մենք հասարակական կարգ ենք եկել Բարինից մարդ։ Իսկ դու առաջին անգամ չի եկել եք սենց առավոտյան սենց խանգարում եք ծես։ Առաջին անգամ որոշել որ մենք ծես անենք։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին այսօր չի հաջողվել եկեղեցի մտնել, խորան բարձրանալ ու Սուրբ Ծննդյան պատարագ մատուցել։ ԿՊԱ-ական համայնքապետը Յուրայիներն ու կարգալույց եղած քահանան ավելի շուտ են հասել ու որոշել պատարագն իրենք են մատուցում։ Եկեղեցին է։ Եկեղեցին ով է։ Շենքն է որոշում, ով կոնկրետ ով է որոշում։ Կտրիչ ներսիսան է որոշում, հա։ Ուրեմն ինչ ասում Ներսիսան է որոշում, ով է եկեղեցու ծես ով է որոշում։ Վեհափառը կտրիչ չի, վեհափառ հայրապետ։ Եկեղեցին շրջապատած ոստիկաններն էլ քայլ չեն արել, որ հոգևոր հովիվը Տեր Հայկը ներս մտնի։ Ազատությանը պատմեց Տեր Փարենը, որ այնտեղ է եղել։ Այսօր մեզ խոչընդոտել են, մենք չենք կարողացել մտնել ներս ու պատարագ մատուցել։ Մենք ենք եկեղեցիների։ Հոգևորականների բացատրությունները, թե պարտադիր է Տաղավարտոնի պատարագը եկեղեցու հոգևոր հովիվը մատուցի, չեն օգնել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի բանակցություններն էլ ոստիկանների հետ ապարդյուն են եղել։ Նրանք ու ինչպես պնդում է փաստաբանը, Արագածոտնի մարզպետարանի ու Թալինի համայնքապետարանի աշխատակիցները չեն թողել, որ օրինական սպասավորները ներս մտնեն։ Ըստ Զոհրաբյանի Սուրբ Ծննդյան պատարագը ոստիկանների թողտվությամբ է խոչընդոտվել, իսկ դա քրեորեն պատժելի է։ Նա պարոն փոխվորսականապետ։ Հիմա մենք ուզում ենք մտնենք եկեղեցի։ Այդ հարցից Բան կա։ Չէ, ում տա մասը։ Չէ, ում տա։ Ոստիկանը դու պարտավոր եք ապահովել ու նախականքեք հանցագործությունը։ Ծեսի կատարումը խոչընդոտելը հարգելի է, հանցագործությունը։ տվեք պատշաճ հաղորդել։ Այդտեղ հնարավոր է բախումներ լինեին եւ մենք ժողովրդին հորդորել ենք, որ բախման չգնան եւ ժողովուրդը մեզ լսել է, բախման չեն գնացել եւ մենք ասել ենք ճիշտ ձևը ինչ պիտի լինի եւ իրենք էլի չեն համաձայնել եւ մտել են ներս, մենք էլ ժողովրդին ասել ենք, որ իրական պատարագը Տեր Հայկն է մատուցելու եւ իրեն տարածը սխալ է, մենք գնացել ենք մաստարա։ Որ բախում ու քաշքշոց չլինի, քահանաները Սուրբ Ծննդյան պատարագը Հարևան Մաստարայի եկեղեցում են մատուցել։ Բնականաբար, եթե պատարագ չէ, այնտեղ ինչ էլ որ անեն, վավերական չէ։ ԿՊԱ-ական Տավրոս Սափեյանը դեկտեմբերի 31-ին էլ այս եկեղեցում նռնորնեքի ծեսներ խոչընդոտել։ Դարձյալ պահանջել էր ծեսը կատարի իշխանության հովանուտակ անցած կարգալույց եղած նախկին քահանան։ Այդպես էլ եղել է, խորան է բարձրացել Աշխարհիկ Արամայիս Թախմազյանը։ Քրեական օրենսգրքում պարզ գրված է կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսը խոչընդոտելը պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ։ Արագածոտնի թեմը 5 օր առաջ է հազանգել։ Թալինի ԿՊԱ-ական համայնքապետն ու նախկին քահանան այս գործով են զբաղված դեկտեմբերի 31-ից։ Մայրաթորի դեմ պայքարի ակտիվիստ Սափեյանը նույնիսկ պահանջել է Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի խաչքավորը դառնալ։ Ինչ է արել գլխավոր դատախազությունը։ Հաղորդմանը ընթացք տվել է, մեր հարցին այսօր էլ արձագանքեցին։ Քննչականում էլ հանցագործության մասին հրապարակային հայտարարությունը հիմք չեն ընդունում, պատշաճ հաղորդում են պահանջում։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի ու կարգալույց Արամայիս Թախմազյանի ապօրինությունն իրականացվում է իրավապահների հովանավորչությամբ։ Գիտակցված ու համակարգված սրբապղծությունն է, ուղղված հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բանտից հայտարարել է Արագածոտնի թեմի առաջնորդը։ Սրբավայր ներխուժել է եկեղեցական կարգի ոտնահարումը եւ հոգեվոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են Հայաստանի սահմանադրությանը եւ օրենքին, այլ նաեւ վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի եւ հոգեվոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը եւ վտանգում իրավական պետության հիմքերը։ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ազատությունից զրկվել է նաև պատարագը խոչընդոտած նախկին Տեր Թադեի ցուցմունքով։ Նա առաջիններից էր, որ միացավ Փաշինյանին ու կաթողիկոսի դեմ նրա պայքարին, հետո էլ կարգալույց եղավ։ Այնինչ անում է այս քահանան Սուրբ Աստվածածին եկեղեցում անվավեր է, պնդում են Արագածոտնի թեմից։ Որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույց անձ չի կարող իրեն վերապահել իրավունք, ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը եւ վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգեվոր զգացմունքները։
զգացմունքները։ Մայրաթորի դեմ կռիվ տվող համայնքապետի համար ինչով է գրավիչ Խաչքավորի կարգավիճակը։ Սափեյանի հոգևոր մղումների մասին պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Մի քանի օր է ԿՊԱ-ական Սափեյանը մեր զանգերին չի պատասխանում։ Մենք նրան փորձում ենք լսել դեռ դեկտեմբերի 18-ից, երբ բարձրացել էր մայր տաճարի սյուներին ու կատաղի վեճի բռնվել, հավանաբար կաթողիկոսի կողմնակիցների հետ։